Այստեղ ես ներողություն եմ խնդրում, չեմ ուզում, որ էլի եմ ասում, տես նեգատիվի բան տպավորություն թողնի, բայց ես պետք է հրապարակային ասեմ, որովհետև որ չասեմ, ես չեմ պատկերացնում, ես չեմ կարող անընդհատ այս նույն թեմաների մասին խոսալ։ Ես գիտեմ, որ մենք դպրոցներին տալիս ենք նորակառույց դպրոցներում մասնավորապես էլեկտրոնային դաշնամուր, որը գիտեք, որ բաներ կան, դահլիճներ կան, բեմ կա եւ այլն եւ այլն։ Ես վերջինս մտել եմ մի դպրոց, նայում եմ դաշնամուր չկա։ Ասում եմ դաշնամուր չեք ստացել, ասում ստացել ենք, ասում եմ բա ուրա։ Ասում եմ բանալին հրբերեք, այդ բանի դահլիճին կից կա պահեստ։ Այդ պահեստում դրած է։ Հարգելիներս դա երեխեքի համար է, երեխեքի։ Դա այն մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանը ու դուռը փակեք, որ թեկուս 50 տարի հետո էլ վարչապետ գա տեղ ասեն դաշնամուրն ուր ասեք հեսա ձեր տված չի։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն, մի պահեք պահեստում։ Դրեք բեմերի վրա բոլոր տեղերը, մարզպետներին եմ ասում, նախարարությանը բոլոր տեղերը դաշնամուրները ստացված են, դաշնամուրները պետք է լինեն բեմի վրա կամ հասանելի տեղ, դահլիճում պետք է լինեն, որ երեխեքը նվագեն այդ դաշնամուրի, երեխեք իհարկե ասի ջարդեք, բայց չջարդեք, այդ տենց բան էր, տենց պատկերավոր նկարագրություն էր, որտեվ դա արվում է, որպես երեխեք ստեղծագործելու հնարավորություն ունենան, դպրոցում երկար մնալու մոտիվացիա ունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլի ասում եմ, ցնցուղները դպրոցի թող օգտագործեն։ Ես էլի տնօրենի հետ իմ խոսակցությունն եմ հիշում։ Մտնում եմ բանը, ցնցուղ։ Նայում եմ օգտագործած չի, ասում եմ չեք օգտագործել ոչ մի անգամ, ասում եմ հա չենք օգտագործել։ Ասում եմ քանի երեխա կլինի դպրոցում, ասենք հիմա բան չի, էտել քանի երեխա կլինի դպրոցում, կլինի 5 երեխա, 10 երեխա, ում տանը ցնցուղ չկա, կլինի ձեր դպրոցում, հնարավոր է տենց բան, ասում են հա, ասում են թող տուն գնալուց առաջ գան ցնցուղ ընդունեն, նոր գնան, ինչ կլինի, վատ կլինի, խնդիր կլինի, ինչի համար ենք ամեն ինչը տենց պահում, փակում եւ այլն, այսինքն առնվազն կառավարությունը փող է ծախսել դրա համար, որ այդ երեխեքը օգտվեն նրա համար չի, որ գանք նկարվենք, PR անենք, ասենք, տեսեք, ցնցուղ ենք բան արել։ Չնայած PR-ն էլ իր տեղն ունի, հարցը դա չի, բայց օքեյ, PR-ը կարա լինի մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, բայց մնացած տարվա, մնացած 363 կամ 2 օրը այդ դպրոցը պետք է աշխատի։ Եվ սա խնդիր է, որը մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։ Էլի սկսել ենք դպրոցի պատերի վրա ինչ ասես կպցնել։ Այդ խնդիրն էլ լուծված չի։ Էլի կամաց տենում ենք, որ այսինքն սա այս հարցերը պետք է լուծվեն եւ խնդրում եմ լուրջ վերաբերվեք սրան։ Պետք է նախարարությունն է, տեսչական մարմինն էլ, մարզպետարաններն էլ լուրջ վերաբերվեն սրան, որովհետև այնտեղ ձևակերպվում է մեր երկրի ընդհանրապես ամբողջ բովանդակությունը եւ մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցերի նկատմամբ։